New Day Պարոն Փաշինյան, այստեղ խախտումների մասին էին խոսում, նրանք ասում էին, որ ընդդիմադիր քաղաքական ուժերն են ասում, ձեր մրցակիցները, ես չեմ հասցրել դերել, թե իրանք ինչ են ասում, որովհետև ընտրատեղամասից մնացել, այդ թվում մարզերում։ Նախ բազմաթիվ նաև տեսանյութեր կան արձանագրված, այսինքն փաստական տվյալներ կան ըստ էության, որոնց իրավապահները մինչ այդ պահը չեն արձանագրել, համայնքի ղեկավարներ, ասում որ հասկանալի լինի ինչի մասն է հարցը, համայնքի ղեկավարներն են ուղեկցվել, մի շարք ընտրատեղամասի դիմաց քաղաքական պատգամավորներ են եղել, բանակը Մեղրիում օրինակ 11-ից հետո արդեն հաջորդ օրը քվեարկել է տեսանյութ կա Պապիկյաններ կարող են ցույց տալ, ինչպես է ստացվում, բանակի լայն ներգրավվածություն է նաև եղել, վարչական լծակն է կիրառվել, ձերբակալություններ են բազմաթիվ եղել, եւ դուք վստահ եք, որ մեծամասնություն եք նաև կազմելու, բացառում եք, որ ունեք սահմանադրական դատարան մեր հետ խախտումների հիմքով եւ վստահություն որտեղից որ հետ ընտրական զարգացումներ չեն լինել։ Ես բացառում եմ մի բան, որ քաղաքական մեծամասնությունը կառավարող ուժը ընտրակեղծիքների եւ ընտրախախտումների մեջ ներգրավված լինի։ Տեսանյութեր կան, ես ասում եմ, ես բացառում եմ դա, որովհետեւ ես եմ կառավարության եւ քաղաքական ուժի ղեկավարը եւ ես գիտեմ ինչ հանձնարարականներ են տվել եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության քաղաքական դիրքորոշումները եւ հանձնարարականներ, այնպես որ կարծում եմ աներկբա է։ Մնացածը մեր իրավապահ մարմինները կհետաքննեն եւ ինչ փաստեր կա, այդ փաստերին կարժանանան գնահատական։ Ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեցել են ազատ կամ արտահայտման հնարավորություն եւ եթե ազատ կամ արտահայտումը որևէ ձևով խախտվել է, դա խախտվել է պատերազմի եռագլուխ կուսակցության բաժանած ընտրակաշառքների ձևով եւ բոլոր ընտրակաշառատուները պետքա երկար տարիներ անցկացնեն բանտում։ Սա դատաիրավական համակարգից իմ պահանջն է նրանք բոլորը, ովքեր ընտրակաշառք են տվել եւ նրանց մեղքը պիտի ապացուցվի, նրանք հաջորդ ընտրությունների ժամանակ նրանք ազատության մեջ պետքա չլինեն։ Եթե որևէ ընտրակաշառատու հաջորդ ընտրությունների պահին ազատության մեջ լինելու հեռանկար ունի, նշանակում է մենք խնդրեմ ունենք դատաիրավական համակարգի հետ եւ մենք կգործենք հատուկ քաղաքական մեր միջոցներով, որովհետեւ նախորդող շրջանում այն ինչ որ ընտրակաշառատուների նկատմամբ են հանդուրժողական վերաբերմունքը որ եղել է, դրա պատասխանատվությունը կրում է այդ թվում դատական համակարգը եւ մենք այդ պատասխանի հետեւից գնալու ենք։ Հետընտրական զարգացում չի կարող լինել, որովհետեւ պատերազմի եռագլուխ կուսակցությունը Հայաստանում չունի աջակցություն։ Դրանք մարգինալ ուժեր են եւ առաջիկա 5-ամյակում այդ ուժերը պետքա ոչնչացվեն քաղաքականապես։ Դրանք պետքա ոչնչացվեն իրենց 3 լիդերներով։ Ասել եմ Ռոբերտ Քոչյանը պետքա բանտում լինի։ Ռոբերտ Քոչյանը նստելու է, Գագիկ Ծառուկյանը նստելու է, Սամվել Կարապետյանը նստելու է։ Արմատախիլ։ Ես հիմա չեմ ուզում արաբկիրի բառապաշարը կրկնեմ, բայց ինչ որ ասել եմ անելու եմ։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար